Որտեղ այն սահմանը, երբ սովորական վեճը, կոնֆլիկտը արդեն վերածվում է բուլինգի։ Ագրեսիվ վարք, որ ուղղված է մի կողմից, դեպի մյուս կողմը։ Ովքեր են հիմնականում բուլինգի ենթարկվում, դա կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը։ Կային ուսուցիչներ, ովքեր որ խոսում են բուլինգի մասին, թե իրենք ինչպես են բուլինգի ենթարկել երեխային։ Շիրակում ավելի շատ խմբային բուլինգն է տարածված դպրոցներում։ Ես, եթե դասարանի լիդերն եմ, իմ շուրջ համախմբվում են մի քիչ ոչ այնքան թույլ օղակ մարդիկ, որպեսզի ես չենթարկվեմ բուլինգի, ես ենթարկում եմ բուլինգի դիմացինին։ Ծնողները ինչպես հասկանան, որ իրենց երեխան բուլինգի է ենթարկվում։ Երեխան դպրոց չի ուզում հաճախել։ Փոքր տարիքի երեխաների մոտ կարող է գիշերամիզություն լինի։ Եթե Շիրակի մարզի մասին ենք խոսում ենք մամայից։ Ինչու՞։ Որովհետև papan չկա։ Բա ուր է։ Աշխատանքի։ Երեխայի հետ խոսել եք, ինչ ազգում է այդ երեխան։ Նեղվածություն, դասի գնալու ցանկություն չկար, ընկերների հետ շփվելու ցանկություն չկար։ Ուսուցչին չեն վստահում, մեծ եղբորս չեն վստահում, ծնողներս կասկածում, ձեր ասես papan իմ հավեսը չունի, ինչ անեմ։